Ամառը սիրելու շատ պատճառներ կան, դրանցից մեկը պղպեղով ամառային տոլման է, որը միասին կպատրաստենք։ Մսի վրա ավելացնում ենք մանացրած զոխը, կանաչին և մեր նախընտրած համեմունքները։ Ես օգտագործում եմ պապրիկա, աղ, սև պղպեղ և չորացրած ռեհան։ Բաղադրիչներին միացնում ենք նաև լվացած ջրքամած բրինձը, կարագը և մի լավ խառնում ենք, որպեսզի համերը միախառնվեն։ Լցոնելու համար մեզ անհրաժեշտ է գունավոր պղպեղ։ Հեռացնում ենք սերմնատուփերը, գլխիկի հատվածները թողնում ենք վերջում փակելու համար։ Նույն եղանակով կարելի է պատրաստել միայն լոլիկով, սմբուկով, ինչպես նաև դդմիկով տոլմա, կամ համատեղել բոլորը միասին և եփել մեկ կաթսայի մեջ։ Եթե չեք սիրում փաթաթել կաղամբով կամ թփով տոլմա, ուրեմն այս տարբերակը հաստատ ձեզ դուր կգա, քանի որ ստացվում է շատ արագ։ Պատրաստում ենք սոխ եռ, ավելացնում ենք չորացրած ռեհան, պապրիկա, ինչպես նաև մի փոքր սև պղպեղ, 1 ճաշի գթար տոմատի մածուկ և մանացրած լոլիկ։ Գեղեցիկ շարում ենք պղպեղները, ավելացնում ենք ջուր, այնքան որ բաղադրիչները հազիվ ծածկվեն, համեմում ենք աղով և եփում ենք 35-ից 40 րոպե, կրակը պետք է լինի շատ ցածր։ Վերջում ավելացնում ենք մանրացրած թարմ կանաչի և մատուցում ենք, բույրը և գույնը պարզապես անթերի է։ Ստացվում է վիտամիններով և սպիտակուցներով հարուստ անչափ համեղ մի ուտեստ, որից հրաժարվելը անհնար է, անպայման դուք էլ փորձեք։